Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քոչինյան։ Բարև ձեզ։ Պարոն Քոչինյան, երեկվանից կրկին իրավապահները սկսել են գործողություններ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի տանը, նրան պատկանող տարբեր ընկերություններում եւ կրկին սկսվել է այդ երկու հարթություններում եղած ամենատարբեր դիսկուսները, քննարկումները, մի կողմից ասում են ինչու ուշացած, ինչու 8 տարի հետո, մյուս կողմից ասում են որ սա քաղաքական հետապնդում է եւ կամ պատվեր է, վարչապետը նախորդին այդ մասին խոսել էր ազգային ժողովում։ Հիմա հասկանանք ինչ է կատարվում, հեղափոխությունը նոր թափ է ստանում եւ արդարադատությունը վերականգնվում է, թե իսկապես այստեղ քաղաքական միտումներ կան։ Նախ եկեք ձեր հետ արձանագրենք, որ այդ քննադատությունները, որոնք կան երկու կողմերից, այնպես չի, որ իրար բացառում են։ Իսկ դրանք երկուսն էլ կարող են միևնույն ժամանակ ճիշտ լինել, դա բան չի։ Բացառող պնդումներ չեն։ Դա առաջինը։ Երկրորդը, ես ուզում եմ հիշեցնել բոլորին, որ 2018 թվականին Հայաստանում հեղափոխությունը եղավ Երևի թե առաջին հերթին հենց այն պատճառով, որ երկրում արդարություն չկար, որ երկրում արդարադատություն չկար, եւ մարդիկ արդարություն էին պահանջում առաջին հերթին։ Արդարությունը Հայաստան չվերադարձավ հեղափոխության արդյունքում, որտեղ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց տարբեր շոշափուկները ձեռքերը գրպանները դրած շվշվացնելով շարունակում են քաղաքի փողոցներով ման գալ եւ մի բան էլ ավելին իշխանություն վերցնելու հայտ են ներկայացնում։ Ու սա երևի թե հեղափոխության ամենամեծ պարտությունն է Հայաստանում եւ սա երևի թե հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական թիմի ամենախոշոր պարտությունն է Հայաստանում ներսում նկատի ունեմ ներքաղաքական տրամաբանության մեջ հիմա այս անգամ հնարավոր կլինի արդյոք այդ սխալը ուղղել եւ այդ մարդկանց ուղարկել որտեղ որ իրենք պատկանում են հուսանք այո եւ եթե այո այդ դեպքում կշնորհավորենք հայ ժողովրդին Այսինքն ինչպես դուք ձեր հարցազրույցներից մեկում ասացիք բանտ եւ երկար տարիներով ճիշտ եմ հասկանում Եվ նաև Երևանից հետևում եմ ուժեղ Հայաստան դաշինք խմբակցությունների падգամավորների հայտարարություններին պատկերացնում եք դրանք բոլոր այն մասին են որ սա քաղաքական պատվեր է եւ կամ հաշվեհարդար է քաղաքական բայց հետաքրքիր է որ Աննա Գրիգորյանը հայտարարում է ասում է սա այս կերպ վարչապետը փորձում է իր նոր զիջումները քողարկել գիտեք վերջին շրջանում ազգային ժողովում էլ շատ են շոշափում այսպես ասած անկլավների հարցը պարբերաբար իրենք այդ թեման բարձրացնում են շոշափում են եւ հիմա Աննա Գրիգորյանը պնդում է անում, որ այս կերպ վարչապետը փորձում է այս ձերբակալություններով նոր այսպես զիջումները Ադրբեջանին նոր զիջումները քողարկել։ Անկլավների թեման դա նոր թեմա չէ։ Ես չգիտեմ ինչ են ինչ որ էսպան բոլորը որոշե մի բաժակ ջրի մեջ փոթորիկ կազմակերպել եւ իրանց այսպես հիստերիկայի հասցնել եւ այդ թեմայով ինչ որ բաներ խոսալ։ Անկլավների թեման կա բավականին վաղուց Ըստ էության ինչ անկախացել են հանրապետությունները այդ թեման կա եւ այդ թեման ունի 3 հնարավոր սցենար լուծման, այդտեղ որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող։ Կա տարբերակ, երբ որ Արցվաշենը մնում Ադրբեջանին, 3 ադրբեջանական անկլավները մնում են Հայաստանին, կա տարբերակ, երբ որ Արցվաշենը վերադառնում է Հայաստանին, 3 ադրբեջանական անկլավները վերադառնում են Ադրբեջանին եւ կա տարբերակ, երբ որ այդ անկլավների կոորդինատներն են փոխվում եւ դրանք այսպես ասած հրվում են դեպի սահման։ Օրինակ պատկերացրեք շատ այսպես օրինակի համար եմ, հա, ասում։ Արցվաշենը դիցուք 10 քառակուսի կիլոմետր է, ինքը հեռու է Հայաստանից 3 կիլոմետր։ Իր այն հեռավոր հատվածից Հայաստանից, այսինքն դեպի Ադրբեջանի խորքը ընկած հատվածից 3 կիլոմետր տրվում է Ադրբեջանին, Արցվաշենը եւ Հայաստանի արանքը այդ 3 կիլոմետրը տրվում է մեզ եւ Արցվաշենը ոնց որ գարի կպնում է Հայաստանին փոքրանալով Ադրբեջանի մասից։ Իսկ ոնց որ հրես այդ անկլավը դեպի իր ուրեմն մայրցամաքային պետություն, հա, իր մայր պետություն։ Դա երրորդ տարբերակն է ըստեյության։ Հիմա այս տարբերակներից որով ենք մենք առաջնորդվել, ըստ պետության աշխարհում ոչ մեկ չգիտի, որովհետև այդ հարցի պատասխանը կախված է եւ կապված է մի շարք զարգացումների հետ, թե սահմանազատման սահմանագծման գործընթացի տրամաբանության մեջ, թե ընդհանրապես ավելի լայն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի տրամաբանության մեջ։ Մի բան թերևս աշխատանքային մակարդակում ակնհայտ է, որ անկլավների հարցը որոշվելու է ավելի ուշ սահմանազատման սահմանագծման գործընթացի ավելի հաջորդ փուլերում դուք գիտեք որ հայ-ադրբեջանական սահմանը մոտավորապես 1000 կիլոմետր երկարությամբ սահման է եւ դրա սահմանազատման սահմանագծման գործընթացը անգամ լավագույն կանխատեսումներով տևելու է տարիներ։ Հիմա այս ամեն ինչի ֆոնին ես խորհուրդ կտամ քաղաքական պրոֆաններին, սիրողական մակարդակի թեմային տիրապետող մարդկանց իրանց տաղանդաշատ մտքերը պահեն իրենց եւ չփորձեն վնասել կարգավորման գործընթացին, առավել եւս
որ ես կարծում եմ, որ այս ընտրությունների ընթացքում ուրեմն ձեր նշած ուժերի ներկայացուցիչները այնքան են վնասել կարգավորման գործընթացին։ Այդ բարբաջանքը 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին ինքը այնքան է վնասել կարգավորման գործընթացին, որտեղ Ադրբեջանը ռեալ տեսել է, որ այդ թեման Հայաստանի ներսում դարձել է քաղաքական պայքարի բավականին լուրջ դոմինանտ թեմա։ Ադրբեջանը տեսել է, որ այդ թեմայով կարողանում է մեր վախը չափել կոպիտ ասած, եւ այլևս երբեք չի հրաժարվելու այդ թեմայից, այդ գործիքից։ Այդ քաղաքական դեգեներատները իրենց դեգեներատ քաղաքական խոսույթով Հայաստանի դեմ զենքայնացրեցին թեմա, որը որ տենց ձեռի հետ ստեղծվել էր Ադրբեջանում ըստ էության։ Այսինքն այդ պնդումները եւ մեղադրանքները գիտեք հաճախ այդպիսի հայտարարություններ են նաեւ անում, որ իշխող ուժը գործում է Ադրբեջանի շահերից, ստացվում է հակառակը, իրենք են Ադրբեջանին գործելու, մանևրելու տեղ տալիս եւ նաեւ թեզեր վերում, որոնք հոգուտ են, բխում են Ադրբեջանի շահերից։ Այո, դա ակնհայտ է, ասեմ ձեզ ավելին, հիմա էլ սահմանադրական փոփոխությունների թեմայի շրջանառման տրամաբանության մեջ Ադրբեջանը ինքն իրեն այդքան այդ թեմայի մեջ չի դնում, ինչքան ընդդիմությունն է դնում Ադրբեջանը այդ թեմայի մեջ։ Պարբերաբար պնդելով, որ դա Ադրբեջանի պահանջ է։ Պարոն Քոչինյան, նաև հասկանանք վերադառնալով ձերբակալություններին երկրորդ նախագահի հետ կապված այս ամեն ինչին տեղի ունեցողին եւ նաև երրորդ նախագահն էր երեք հակակոռուպցիոն կոմիտե հրավիրվել։ Տեսեք, այս ամբողջը չի վնասում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ինչու եմ նման հարց տալիս, որովհետեւ գիտեք, երբ օրինակ ձերբակալվեց Գագիկ Ծառուկյանը, Մեդվեդևը անմիջապես հայտարարեց, որ Հայաստանում փորձում են վերացնել բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ոչ թե պրոռուսական են, այլ ցանկանում են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Դե դուք կարեք ավելի լավ օրինակ այդտեղ բերեք Ռոբերտ Քոչարյանի նախորդ ձերբակալությունը, երբ որ փոքր երկիրը արդեն ինձ թվում է բոլորին հայտնի է, թե ոնց եղավ, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ չնստեց։ Հիմա ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին, գիտեք, հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են խորը համապարփակ ճգնաժամի մեջ։ Եվ իմ մոտ մեկ տպավորություն է, որ բանը բանից արդեն այնքան է անցել, որ Ռոբերտ Քոչարյանների եւ նմանատիպ մարդկանց ձերբակալությունները կամ օրինակ վարչապետի հայտարարությունները, որոնք խորհրդանում տեղի ունեցան, դրանք այլևս իրավիճակի կայունացման կամ ապակայունացման վրա ազդեցություն չեն ունենում։ Ըստ էության վերջին մի քանի շաբաթներին, հուլիսի 6-ից սկսած, հուլիսի 7-ից սկսած Հայաստանի իշխանությունները փորձում էին ինչ-որ առումով կայունացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Չարձագանքելով ամենակոշտ հայտարարություններին, չարձագանքելով այդ հիբրիդային հարվածներին, չարձագանքելով տնտեսական պատերազմներին եւ հակառակը փորձելով այսպես հավասարակշռված եւ կայունացմանը ձգտող քաղաքականություն վարել, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում, բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հարվածները սաստկանում են, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հարվածները շարունակվում են, եւ ես կարծում եմ, որ մենք այս տարվա ընթացքում տեսնելու ենք շատ ավելի կոշտ ուրեմն գործողություններ Ռուսաստանի կողմից։ Շարունակվելու է այսինքն։ Միանշանակ։ Ես կարծում եմ, որ դեկտեմբերին մենք ձեր հետ տեսնելու ենք գազի գնի էական աճ, Ռուսաստան օգտագործելու է այդ խաղաթուղթը։ Իմ կարծիքով Ռուսաստանում, այսպես ասած, զառը նետված է, խաղադրույքը կատարված է եւ ես ինքս էլ օրինակ հաճախ ասում եմ, որ անհրաժեշտ է զուսպ լինել հայտարարությունների մեջ եւ այսպես ավելի գործունյա եւ ավելի ակտիվ լինել գործողությունների մեջ, բայց այս վերջին մի քանի օրերի ընթացքում մտնեց տպավորություն է, նորից եմ կգնում, որ բանը բանից այնքան է անցել հայ-ռուսական հարաբերություններում, որ այդ հայտարարություններ, գործողություններ, այլևս ոչինչ մեկ եւ ոչինչ բանի ուշադրություն չի դարձել։ Ձերբակալ են, չեն ձերբակալի, դա էական բան չի փոխի։ Պարոն Քոչինյան, բայց նկատենք, որ վերջին շրջանում որքան էլ որ հայկական կողմը էլի շարունակում է մնալ զուսպ, բայց այնուամենայնիվ վարչապետը պարբերաբար բարձրացնում է նաեւ երկաթուղու հարցը, իդեպ խոսեց հապկի մասին, ասաց, որ ուրախ կլիներ, եթե հապկը ինքը դուրս դներ Հայաստանին հապկից եւ նաեւ խոսեց այն մասին, որ ԵԱՏՄ սյուները արդեն փլուզված են ըստ էության, ԵԱՏՄ սյուներ չունի, ԵԱՏՄ-ն, բայց բարձրացնում է այն հարցերը, խնդիրները, որոնք հիմա շատ կարևոր են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, երկաթուղին։ Տեսեք, այս պայից սկսած հայ-ռուսական հարաբերությունները ունեն զարգացման ըստ էության երկու սցենար։ Մեկը դա վերաարժևորումն է կամ վերաձևավորումն է, որի արդյունքում ինչ-ինչ պայմանավորվածություններ վերանայվելու են, ինչ-ինչ պայմանավորվածություններ մնալու են։ Օրինակ, երկաթգծերի հարցը եւ սահմանապահների հարցը վերանայվելու է։ Անկախ ամեն ինչից այդ երկու հարցը պետք է վերանայվի։ Բայց օրինակ ռուսական ռազմաբազայի հարցը կարող է եւ չվերանայվել։ Ռուսական ռազմաբազան կարող է շարունակել իր գործունեությունը դեռևս Հայաստանում։ Սա մի սցենարն է։ Եվ կա երկրորդ սցենար, եթե այդ
վերաձևակերպում այդ մետամորֆոզան չի ստացվում, ռուսական կողմը ակտիվորեն սկսում է դրան խոչընդոտել, պայքարել, հարվածել մեզ, ապա այդ դեպքում մենք արդեն գործ ենք ունենալու ամբողջական վերանայման հետ կամ ամբողջական ապահարզանի հետ, եթե կուզեք։ Հիմա այս երկու սցենարն է, որ կա եւ հնարավոր է։ Շատերը ասում են, բա 2013 թվական, բա Հայաստանը մի գիշերվա մեջ կայացրած որոշում։ Տեսեք, այն գործիքները, որով որ Ռուսաստանը կարողացել է ստիպել Հայաստանին կայացնել սեպտեմբեր 3-ի որոշում, այլևս չկան։ Այդ գործիքներից մեկը Սերժ Սարգսյանի անձն էր։ Իր ոչ լեգիտիմ ուրեմն լինելը Հայաստանում, Ռուսաստանի քմահաճույքից կախված լինելը իր իշխանության եւ այլն եւ այլն։ Երկրորդ հարցը դա Ղարաբաղյան հիմնահարցն էր։ Գաղտնիք չէ, որ կար եւ կար երկու կոնֆլիկտ Հարավային Կովկասում, որոնցով Ռուսաստանը կառավարում էր Հարավային Կովկասը։ Դա հայ-ադրբեջանական կոնֆլիկտներ Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ դա ներվրացական կոնֆլիկտներ։ Հիմա դրանցից առաջինը, եթե դեռևս չենք կարող ասել, որ ամբողջությամբ կարգավորվել է, բայց կարգավորման ճանապարհին է եւ բավականին դուրս ձեռքբերումներ կան այդտեղ, առնվազն Ռուսաստանը կորցրել է կոնֆլիկտը լուծելու կամ կոնֆլիկտը կառավարելու կամ կոնֆլիկտը թեժացնելու իր բանալիները եւ դա անխուսափելիորեն հետևանքներ է ունենում։ Եթե դուք հիմա նայեք, միևնույն ժամանակ փոխվում են թե հայ-ռուսական, թե ադրբեջանա-ռուսական հարաբերությունները, ինչպես եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այսինքն այսինքն որ ցենց չգիտեմ, ֆիլմերում եւ գեղարվեստական գրականության մեջ ասում են սիրային երանգյունի, հա, տենց վատ երանգյունի, շատ այդ երանգյունը բոլոր անդամները բոլորի հետ իրենց հարաբերությունները հիմա փոխում են։ Պարոն Քոչինյան, նաև հասկանանք, թե Ռուսաստանից այդ իմաստով ինչ սպասել, նախ ասացիք, որ 2013 թվականի սեպտեմբերի 3 մեզ չի սպասվում, այդ իմաստով ստացվում է, որ Ռուսաստանը բավարար չափով լծակներ չունի, թե այն լծակները, որոնք կան։ Ռուսաստանը ահռելի քանակությամբ լծակներ ունի, քավլեցի, դա էներգետիկան է, դա տնտեսությունն է, դա ներկրում արտահանումն է, շատ են այդ լծակները, բայց այդ լծակներից ոչ մեկ չունի այն էգզիստենցիալ այն գիտեք, կազմականդող ուղղակի նշանակությունը, որոնք որ կային սեպտեմբերի 3-ի դրությամբ։ Հա, կարան նենց անեն, որ ձմռանը օրինակի համար կոմունալների վրա ավելի շատ գումար ծախսենք եւ մի քիչ մրսենք։ Կարան նենց անեն, որ օրինակի համար մեր ծիրանը մի սեզոն չգնա Ռուսաստան, երկրորդ սեզոնը արդեն կգնա ուրիշ տեղ։ Կարան նենց անեն, որ չգիտեմ, իրենց յոգուրտները Դանոնի կամ չգիտեմ ում Հայաստան չգա։ Տարբեր բաներ կարան անեն։ Ու մենք դա դրեց գալու ենք, այնպես չի որ մենք դրეთ ոչ մի կերպ չենք զգալու այդ ռուսական հարվածները։ Միանշանակավոր զգալու ենք եւ մեզ դժվար է լինելու, մեզ համար խնդրահարույց է լինելու, բայց մենք դրանից չենք մեռնելու, հասկանում եք։ Դա է տարբերությունը։ Անկախության գինն է դա, ես ճիշտ եմ հասկանում։ Պարոն Քոչինյան, հասկանանք նաև վերջին օրերին այդ դիսկուսը Եվրամիությանը միանալու, չմիանալու մասով, մասնավորապես գիտեք Դմիտրի Մեդվեդևը օրեր շատ սուր հայտարարություններ արել այն իմաստով, որ Հայաստանը երբեք չի դառնա եւ քրոնիկ հիվանդություն ունեցող Եվրամիության անդամ, բայց այս ճանապարհին հասցրել է եւ անում է հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի փչացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Իհարկե Մեդվեդևին մեջ բերել է իմաստ չունի, որովհետեւ այնտեղ գիտեք, անգամ այդ տարական էթիկան եւ կուլտուրան չկա, քաղաքական գործին հարիր, բայց դրան հաջորդեց վարչապետի հայտարարությունը ազգային ժողովում, որ Հայաստանն առաջիկայում կսկսի Եվրամիության անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։ Երևի թե։ Դա սկզբից երևի թե ասում։ Այո, եւ ականջալուր լինելով նաեւ ԵԱՏՄ գործընկերներին։ Ինչպես հասկանալ, թե մեկ թե երկրորդ հայտարարությունը։ Տեսեք, անկախ ամեն ինչից Հայաստանի Եվրոպական միության անդամակցության հարցը դա առաջիկա 5 տարիների հարց չի։ Առնվազն մինչև 2029 թվականը մենք ունենք վիզա լիբերալիզացիայի թեմա, դժվար է պատկերացնել այսպես լուրջ խոսակցություն տեխնացիության կամ անդամակցության մասին, քանի որ դու անգամ վիզա լիբերալիզացիա չունես։ Մինչև 2029 թվականը մենք ունենք հստակ խնդիր վիզա լիբերալիզացիայի հարցը լուծելու։ Երկրորդը, մենք ունենք խնդիր Եվրոպական միության հետ մեր տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու, ինչը մեր պարագայում մենք ունենք SEPA+, SEPA+-ի հաջորդ տրամաբանական քայլը դա Եվրոպական միության հետ DCFTA-ը, խորը համապարփակ առևտրի շրջանակային համաձայնագիրը ստորագրելն է։ Այդ համաձայնագիրը հնարավոր չէ ստորագրել, քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք։ Այսինքն հաջորդ քայլը իսկ Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները խորացնելու եւ դրանց նաեւ տնտեսական բնույթ հաղորդելու անհամատեղելի է ԵԱՏՄ-ում մեր պարտավորությունների հետ։
եւ մենք որոշումը մենք մնում ենք ԵԱՏՄ-ում թե գնում ենք դեպի ԵՄ, կայացնելու ենք շատ ավելի շուտ, քան լինելու է մեր անդամակցության հայտ հանձնելը Եվրոպական միությանը։ Ես օրինակ համար չեմ բացառում, որ հնարավոր է, որ DCFT եւ թեկնածության կարգավիճակը միևնույն ժամանակ տրվի։ Չգիտեմ, դա իրավաբանորեն հնարավոր է կամ նախադեպ ունի թե չէ, բայց ինձ թվում է, որ դա ֆիզիկապես այնպես չի, որ անհնարին կլինի։ Իսկ հեռանկարի առաջիկայում դուք տեսնում եք այդ, որ Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից, հաշվի առնելով այ վարչապետի վերջին շրջանում արված հայտարարությունները այն իմաստով, որ ԵԱՏՄ-ն ըստ էության գոյություն չունի, ԵԱՏՄ-ի սյուները Դե տեսեք, հիմա ըստ էության Հայաստանը չի օգտվում ԵԱՏՄ բարիքներից, այսպես ասենք, մեր արտահանման համար շուկան փակ է Ռուսաստանի, այլ շուկաներից մենք չենք օգտվում արտահանման տեսանկյունից շատ չնչին է տոկոսային հարաբերակցությամբ։ Եթե այսպեսի իրավիճակը շարունակվում է, ինչ որ պայից սկսած Հայաստանը պետք է կայացնի իր համար որոշումներ, դրանք բարդ որոշումներ լինելու, բայց մեզ ուղղակի այնպես իրավիճակի մեջ են դնում, որ մենք այլ դրանք չենք ունենալու։ Այսինքն մենք չենք կարող ԵԱՏՄ մասնաբաժինը մեր վճարել, բայց չօգտվել ԵԱՏՄ շուկաներից, որտեղ մենք շարունակում ենք վճարել։ Հայաստան մտնող յուրաքանչյուր ապրանքի ներկրման գումարից մենք այդ օբշի կացյոլ, այդ ընդհանուր կացայի մեջ շարունակում ենք գումար ներդնել, բայց մեր արտահանման համար ռուսական շուկան փակ է։ Ընդ որում մենք վերջին մի քանի տարիներին առնվազն շատ ավելի շատ գումար ենք ներդրել այդ ընդհանուր կացայի մեջ, քան այդտեղից փայ ենք ստացել։ Իսկն բոլոր պարամետրերով ԵԱՏՄ-ն դառնում է մեզ համար խնդիր։ Բեռ, ոչ թե ինչ-որ հավելյալ բան։ Ու դա անում են ռուսները ըստ էության։ Եթե իրանց նպատակը այնա, որպեսզի Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, իրանք ընտրել են աշխարհի ամենասխալ ռազմավարությունը դա անելու համար։ Իսկ մենք կարող ենք վարվել այնպես, ինչպես հապկի դեպքում, օրինակ, երբ ոչ չենք կարող, որովհետև հապկում մեր անդամակցությունը որևէ ռեալ ազդեցություն մեր արտաքին քաղաքականության եւ ուրեմն այլ պարտներների հետ աշխատանքի վրա չի ունենում, իսկ ԵԱՏՄ-ն ունենում է, այսինքն այդպես տարիներով ուղղակի բանանել լուծում չտալ այդ հարցին այստեղ չի ստացվի։ Եվ ելի պիտի մեջբերեմ անդիմադիր ֆրակցիաներին, տեսեք, բարբերաբար վերջին շրջանում, երբ եվրոինտեգրման մասին է խոսվում, հատկապես ուժեղ Հայաստանի падգամավորները այսպես փորձում են աշխարհագրության դասեր տալ եւ ասում են, եթե նայեք արևմուտք, կտեսնեք Թուրքիան։ Այդ թեզերը իդեպ գալիս են նաև որոշակերոն ռուսական լրատվական դաշտում կարելի է նման ինֆորմացիայի հանդիպել, որ ԵԱՏՄ-ի Եվրամիության հետ մերձեցումը նշանակում է Թուրքիայի հետ մերձեցում։ Նախ ինչպես հասկանալ այս մանիպուլատիվ թեզերը, պարոն Քոչինյան, եւ այստեղ նաև կա իրականության հատիկ, որ Եվրամիության հարաբերությունները մինչև այդ հարցին պատասխանելը ես այդ մարդկանցից ուզում եմ հարցնեմ, համեմատաբար այն աշխարհագրության դասագրքերով, որոնցով որ ես եմ անցել, Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի։ Գուցե իրանք ինչ որ ուրիշ դասագրքերով են անցել եւ իրանք երբ օրինակ նայում են արևելք, իրանք չեն տեսնում Ադրբեջանը, այլ տեսնում են Ռուսաստանը, ու երբ որ նայում են հյուսիս չեն տեսնում Վրաստանը, այլ տեսնում են Ռուսաստանը։ Չգիտեմ իրանք ինչ են տեսնում, բայց նորից Հայաստանը Ռուսաստանի հետ էլ ընդհանուր սահման չունի։ Դրա համար փորձել արգումենտ օգտագործել որպես այն, որ մեզանից արևմուտքում ոչ թե Եվրոպական միությունն է, այլ Թուրքիան է, նույն տրամաբանությամբ մեզանից արևելք եւ հյուսիս Ռուսաստանը չէ, մեզանից արևելք Ադրբեջանն է, մեզանից հյուսիս Վրաստանն է։ Դա մեկ։ Երկրորդը, այո, Եվրոպական միություն հասնելու համար Հայաստանը տեսականորեն ունի երկու ճանապարհ։ Վրաստանով ճանապարհը, որը եթե տենց իրանք ահավոր նեղվում են Թուրքիայով գնան, թող Վրաստանով գնան դեպի Եվրոպա, եւ երկրորդը այո Թուրքիայով ճանապարհը։ Հիմա դա մեզ դուր է գալի թե դուր չի գալիս, բայց Թուրքիան աշխարհագրորեն եւ պատմականորեն այդ տարածքը փոքր Ասիան հայկական լեռնաշխարհի հայ ժողովրդի Հայաստանի համար եղել է հիմնական ճանապարհը դեպի արևմուտք։ Տեղ եղել է Բյուզանդիանը, տեղ եղել է հռոմեական կայսրությունը եւ այլն եւ այլն։ Հիմա արդյոք հնարավոր է այս տարածաշրջանում անկախ եւ ինքնիշխան պետության ձևավորում առանց ընդունելու այն աշխարհագրական իրականությունը, որը կա մեզանից արևմուտքում Թուրքիա եւ կա մեզանից արևելքում Ադրբեջան։ Իմ պատասխանն է լիարժեք ոչ, հնարավոր չէ առանց այդ աշխարհագրության հետ առերեսվելու այստեղ պետություն կառուցել։ Մի քանի ուրեմն հոգի այդ ֆրակցիայից գուցե սա հասկանում են, մնացածը վստահ եմ չեն էլ հասկանում, իրանք չեն էլ մտածում sense կատեգորիաներով։ Մի քանի հոգի հասկանում են, ես կարծում եմ, եւ իրանց ընտրությունը հենց հոգուտ այ չպետության գաղափարին է, հասկանում եք, որ մեզ պետք չի ստեղ պետություն, մեզ ստեղ պետք է ֆորպոստ, ուրեմն ռուսական
ազդեցության եւ ռուսական դոմինանտության ներքո իրանք ստեղ կնշանակվեն կուսակալներ եւ գավառապետեր եւ կհարստահարեն, կթալանեն, կլափեն, տայները կգլորեն։ Ինչպես դա եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, ինչպես դա եղել է Սերժ Սարգսյանի օրոք, հա։ Դա է իրանց փիլիսոփայությունը, դա է իրանց բնույթը, հասկանում եք։ Իրանք sense բարձրագոչ տերմիններ են օգտագործում եւ այլն եւ այլն։ Ընդհանրապես ես խորհուրդ կտամ այսօր ով որ ամենաբարձրն է գոռում հայրենասիրությունից, եթե դուք այդ մարդու կողքն եք, ձեր գրպանները պինդ պահեք, որտեղ ամենայն հավանականությամբ այդ մարդու ուզում է թալանի, ով որ ամենաշատն է խոսում ավանդական արժեքների պահպանումից, զգուշ եղեք, որպես կանոն նման մարդիկ այլասերված են։ Եվ ընդհանրապես այդ թեմաները այդքան օգտագործելը որպես կանոն ուրեմն ամենաէժան ձևն է մարդկանց հույզերի, էմոցիաների, վախերի վրա վախերը օգտագործելով եւ այդ հույզերը օգտագործելով քաղաքական կապիտալ ձեռք բերելու։ Այսինքն հույս չունենալ, որ այս մարդիկ որևէ քաղաքական օրակարգով հանդես կգան։ Դե ունեցեք հույս, ինչ ասեմ։ Առաջիկա 5 տարիները նման խորհրդարան եք ունենալու, նման բովանդակություն։ Ինչի օգտին որ քվեարկել եք, դա ունենալու եք։ Պարոն Քոչարյան, երկաթուղու հարցում էլ ես ճիշտ եմ հասկանում, որ Հայաստանը չի կարող հապաղել եւ կամ լինել դանդաղկոտ, այսպես չի կարող այստեղ էլ վախվորած լինել եւ այստեղ կան խնդիրները, որոնք պետք է լուծվեն։ Հիմա եթե ռուսները երկու ոտը դրել են մի կոշիկի մեջ եւ ասում են, որ մենք չենք վաճառելու, կոնցեսիան Հայաստանը պետք է գնա միակողմանդորեն այդ կոնցեսիայի պայմանագիրը խզելու ճանապարհով եւ եթե ռուսական կողմը որոշի արբիտրաժի դիմել, այդ արբիտրաժը Փարիզի դատարանն է։ Հաջողություն իրենց։ Եվ ադրբեջանական կողմից հայտարարություններ եղան, որ թրիփը գետնի վրա արդեն իրականություն է եւ հաջորդ տարի արդեն այն կհասնի Հայաստանի սահմանին։ Այստեղ այս հայտարարության մեջ կարող ենք դրական որևէ նոտա գտնել եւ ըստ էության մենք հիմա ինչ փուլում ենք ձեր հետ, պայմանագիրը կնքված է, պետք է դա վավերացվի, որից հետո կանոնադրությունը կհաստատվի կազմակերպության, որպես իրավաբանական անձ այդ կազմակերպությունը Trip Development Company, Trip-ի զարգացման ընկերությունը կստեղծվի։ Այդ ընկերությունը ստեղծվելուց հետո կստեղծվեն իր կապալառուները, շինարարություն, չգիտեմ այնտեղ տարբեր կապալառուներ, եւ կսկսվի արդեն շինարարությունը։ Իմ հաշվարկներով խոսքը գնում է եկող տարվա առաջին կեսի մասին, որ մենք արդեն ձեր հետ կտեսնենք շինարարության մեկնարկը։ Իսկ դա կարող է ազդակ լինել նաեւ, որ սահմանազատման, սահմանագծման աշխատանքները սկսվեն։ Ավելի կարևոր դա պետք է որ ազդակ լինի կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ շատ ավելի լուրջ քայլեր իրականացնելու։ Թուրքիայի հետ սահմանի բացումը նկատի ունի։ Նաեւ Ադրբեջանի։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանն էր, կհանդիպենք։